Ես էլ եմ միանում այս ուրախությանը, ինչպես Միշա եղբայրը ասեց, Տեր օրհնի, որ այս սրահը լեցվի Տիրոջ ներկայությամբ և այդ ներկայությունը, ովքեր որ գալու են այստեղ, բոլորն էլ ճաշակեն և շոշափելի ձևով զգան։ Ես նախ այս սրահի համար ուզում եմ, որ միտեղ կարդամ, հետո մեկ-երկու տեղ էլ Քրիստոսի ծննդյան մասին և ժամանակի մեջ տեղավորվելով պետք է պատրաստվենք դարձյալ աղոթքի։ Երրորդ գիրք Թագավորաց 9-րդ գլուխ առաջի խոսքից ես պետք է կարդամ մինչև 4-րդ խոսքը, նորից եմ կրկնում, երրորդ գիրք Թագավորաց 9-րդ գլուխ առաջի խոսքից 4-րդ խոսքն եմ կարդում։ Երբ Սողոմոն Տիրոջ տունն ու թագավորական տունը և իր սրտին բոլոր ուզած բաները շինեց լմնցուց, Տերը Սողոմոնին նորեն երևցավ, ինչպես Գաբավոնի մեջ երևցեր էր, և Տերը անոր ըսավ. իմ առջև սրած աղոթքդ ու պաղատանքդ լսեցի, և այս շինած տունդ սրբեցի, որպեսզի իմ անունս հավիտյան հոն դնեմ, ու իմ աչքերս ու սիրտս միշտ հոն պիտի լան։ Եվ 4-րդ խոսքը, եթե դու իմ առջևս քու հորը Դավիթի պես քալես, կատարյալ սրտով և ուղղությամբ քալես, ու բոլոր քեզի պատվիրածներս ընես, ու իմ կանոններս ու օրենքներս պահես։ Սիրելիներ, շատ կարևոր է, որ այնինչ որ մենք պատրաստում ենք երկրի վրա, որպեսզի Աստծո ժողովուրդը հավաքվեն այնտեղ Տիրոջը երկրպագելու համար, շատ կարևոր է, որ գալացողը հանդիպի ամենակարևորին, որի անունով այդ շինությունը շինված է, որտեղ Տեր Հիսուսին երգեր են երգում, աղոթներ անում և եղբայրները Աստծո խոսք խոսում։ Աստված օրհնի, եթե ոչ, սիրելիներ, հոգնեցուցիչ կլինի ամեն բան։ Ամենագեղեցիկ շինությունը, ամենամեծ շինությունը, եթե Տերը այդտեղ չի, իզուր է, անօգուտ է և ոչ մի գրոշի արժեք չունի։ Աստված օրհնի, սիրելիներ, Տերը լսեց Սողոմոնի աղոթքը, պաղատանքը և շատ կարևոր բան ասեց, որ ես սրբեցի այդ շինությունը, իմ անունս հոն պիտի դնեմ և իմ աչքերս ու սիրտս միշտ հոն պիտի լան։ Բայց դրանից հետո ցավը կայանում է նրանում, որ օրհնյալ շարունակություն չունեցավ, սիրելիներ։ Հետո մնացին փլատակներ և դրանից ընդամենը ասենք մի պատ, որ հիմա հրյա ժողովուրդը գնում են այնտեղ իրանց սրտի իղձը և ցանկությունը բերելու այն Աստծուն։ Ես, սիրելիներ, իմ ցանկությունը, իմ փափագը, որ Աստված օրհնի այս շինությունը, գալացողը տեսնի Տիրոջ ներկայությունը Սուրբ Հոգու ամպ այստեղ իջած և Տիրոջը վայելած, Տիրոջ հետ հանդիպած բոլորը վերադառնան իրանց տունը։ Աստված արթնացնի ապարան քաղաքը իր գյուղերով, որ այս դահլիճը տեղ չլինի և եղբայրները մեծացնեն այս դահլիճը։ Մեր աղոթքը, մեր փափագը պետք է դա լինի։ Եվ նաև Աստված օրհնի այն անունները, որ եղբայրը հիշատակեց այստեղ, Տերը օրհնի իրանց ընտանիքները, աշխատանքը
եւ կասկածանք չունեմ, որ Աստված հազարապատիկ եւ ավել քարերա դնելու իրանց հոգեվոր շինության վրա։ Եվ մյուսը, սիրելիներ, Տերը օրհնի Քրիստոսի ծննդյան մասին ես 1-2 տեղ պետքա կարդամ։ Ես էլ եմ միանում այս օրհնյալ ավետիսին, ինչպես ասեցին, Քրիստոս ծնավ եւ հայտնվեցավ մեզի ձեզի մեծ ավետիս։ Սա օրհնյալ մի ավետիս է, որ պետքա ուղեկցի մեզ ոչ թե հատուկ օրերին, իմ կյանքի բոլոր օրերի մեջ այդ ավետիսը իմ սրտում պետքա լինի եւ ես պետքա տեսնեմ այդ ավետիսի խորհուրդը, սիրելիներ, որ նա եկել է փրկիչ ածնվել ինձ փրկելու մեղքից, մեղքի գերությունից եւ այս խավար սիրելիներ աշխարից եւ սիրելիներ բերելու մեջ կյանք եւ օրհնություն։ Ղուկաս ավետարանից ես երկրորդ գլխից պետքա կարդամ 10 եւ 11 խոսքերը, Ղուկաս ավետարան երկրորդ գլուխ 10 եւ 11 խոսքերը եւ նույն գլխից պետքա կարդամ 30-ից 32 խոսքերը։ Բայց հրեշտակը սավ անոնց, մի վախնակ, վասնզի ահա ես ձեզի մեծ ուրախության ավետիս մկուտամ, որ բոլոր ժողովրդին պիտի ըլլա, վասնզի այսօր փրկիչ մծնավ Դավիթի քաղաքի մեջ, որ օծյալ Տեր է։ Մատթեոսի մեջ ասում է, որ մարդկանց փրկի իրանց մեղքերից, փրկիչ, ոչ թե պահի միայն իմ ոտքերը քարին կպնելուց, կամ ասենք փորձանքից, տարբեր տեսակի հիվանդություններից եւ արհավիրքներից, փրկիչը եկել է առաջինը լուծելու իմ գերության հարցը, որ եղել եմ գերի մեղքին ծառայ եմ եղել, գերի մարդը ինքը չի կարող իրան գերությունից ազատել, ինքը սպասում է փրկությունը դրսից, որ կգա որևէ մեկը, ամենակարող մեկը, որ այդ բոլոր խնդիրները կլուծի եւ իրան ազատություն կշնորհի, կհրճակի, որ ինքը ազատ է իր շնորհիվ եւ սիրելիներ, երբ որ Սիմեոն ծերունին տեսավ Տեր Հիսուսին, ինչ ասեց 30, 31 եւ 32-րդ խոսքերը, վասնզի իմ աչքերս տեսան քու փրկությունը, անունը փառավորվի, երանի նրան, ոչ թե միայն տոնումը, երգումը կամ այստեղից խոսումը, ինքը տեսնում է այդ փրկությունը իր մեջ եւ այդ փրկությունը իրան ուղեկցում է մինչև կյանքի վերջը, այդ ուրախությունը, այդ ազատությունը, փրկիչ նշանակում է ազատարար, ազատող, մարդուն փրկելու, իսկ մենք բոլորս փրկչի կարիք ունեինք, որ բոլոր ժողովուրդներուն առջև պատրաստեցիր, լույս մը հեթանոսները, դուր բացվեց մեզ հեթանոսներին, լույս մը հեթանոսները լուսավորելու եւ փառք քու Իսրայել ժողովրդի եւ վերջին տեղն եմ կարդում ու խոսքս ավարտում, դա սիրելիներ առաջի թուղթ Հովանու, պետք է կարդամ մեր բոլորի համար 5-րդ գլուխ 20 խոսքը նորից եմ կրկնում, առաջի թուղթ Հովանու 5-րդ գլուխ 20-րդ խոսքը, այսպես ասում, գիտենք, թե Աստծո որդին եկավ իր հայտնությունը, սիրելիներ, ինչի համար է հայրը ուղարկել իր որդուն երկիր, ինչի է եկել, ու մեզի կարողություն տվավ,
որովհետև մենք կարողություն չենք ունեցել մեզ փրկելու սիրելիներ։ Մենք չենք կարողացել, մենք անկարող մարդ ենք եղել գերի, ու մեզի կարողություն տվավ, որպեսզի ճշմարիտը ճանաչենք։ Մենք օտարացած ենք եղել ճշմարիտից, իսկ ճշմարիտը Հիսուսն է եւ վերջակետ, նրա անունն է ճշմարիտ, սիրելիներ, երանի նրան, ով այդ կարողությունը իր մեջ ունի, ճշմարիտին հանդիպել է, հայտնվել է ճշմարիտը իր կյանքում, նա ոչ թե գիտելիք է ձեռք բերել, նա ճանաչում է, նա ճաշակում է, նա վայելում է, նա հաղորդ է ճշմարիտին, ճշմարիտը իր կյանքն է դարել, իր հիմքը, իր կյանքի իմաստը, իր ապագան է դարել, մենք այն ճշմարիտի մեջ ենք, ճանաչելուց հետո ճշմարիտին, սիրելիներ, երկրորդ քայլը լինել այդ ճշմարտության մեջ, այդ ճշմարիտի մեջ, մենք այն ճշմարիտին մեջ ենք, իր որդին Հիսուս Քրիստոսին մեջ, անիկա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը, Տիրոջը, որ այս խոսքերը մեզ ուղեկցեն, մեր ներսը լինեն, ոչ թե մեր շուրթերին, որ մենք ճանաչենք ճշմարիտը ու այդ ճշմարիտի մեջ լինենք, ապրենք, մինչև մեր կյանքի ավարտը